Արագածոտնի մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն Աշտարակն է, որը մայրաքաղաք Երևանից գտնվում է 20 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասախ գետի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100 մետր բարձրության վրա։ Քաղաքի սահմաններում Քասախ գետը հատում են 3 կամուրջներ։ Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, որն առ այսօր գործում է։ Ինչու ստեղ կանգնեցին։ Սա էլ Աշտարակի 5 կամուրջն է։ Եռաթև, եթե չեմ սխալվում, 17-րդ դարը։ Հենց այստեղից է կարա սկսեց։ Շատ հետաքրքիր նկարներ կարող ես անել։ Գեղեցիկ է, չէ՞։ Շատ։ Իսկ գիտես ինչն է դուր գալիս, այս կամուրջի ու այն կամուրջի հետ այս տանդեմ է, այսինքն երբ զուգահեռ են իրար եւ նա 20-րդ դարի է, սա 16։ Իսկ թվում է միևնույն այս կամուրջը շահում է։ Ես թողում եմ քեզ իրանց հետ, իմ տիրանի մոտ, դե կվերջացնես կգաս։ Շատ լավ։ Ողջույն։ Սակո ջան, ինչպես ես։ լավ ես։ Ես ինչ հրաշք ես պատրաստել, լսի։ Շատ սիրուն է։ Հրաշք Գարմրավորի թեմում չի կարող ավելի թույլ բան անել։ Հա, իսկ պատմություն ունի։ Իհարկե, մենք Պասկալ եւ Դիոդատո ենք անվանել մեր սրճարանի անունը։ Պասկալը ինքը եղել է Ֆրանսիայում Հարություն անունով հայ, որը բացել է Լոնդոնում ու Փարիզում առաջին սրճարանները։ Իսկ Դիոդատոն էլ Աստվածադուր է, նորից հայ է, որ Վիեննայում բացել է առաջին սրճարանը։ Մենք ուզում էինք այդ բոլորը նշել փողոցների անուններով։ Այդտեղից ես բերել։ Այո, հայերը բացել են Եվրոպայի առաջին սրճարանները։ Արի մտնենք։ Մտնենք։ Տիրան Բաղդադյան, գործարար։ 6 ամիս ժամանակ կաշեց մինչև ես բանալին։ Բարև ձեզ։ Ծակիս Սակոն։ Ինչպես ես Ալինը։ Ուրախ։ Ալինա ինքը, ինչ որ ես քեզանից խնդրել էի, այդ երկու բաղադրատոմսերը, որ շատ եմ սիրում, Սակոին բացադրես ու այսօր պատրաստ եմ։ Եկել ենք սովորելու։ Շատ սիրով։ Իսկ դու։ Ես գնում եմ։ Հա, գործել։ Ավելի ուշ կգամ։ Շատ լավ, սպասում ենք։ Այո, Գարմիր գինի։ Ասեն ճաշատեսակետ կարմիր գին ենք խմելու։ Այո։ Անի Բաղդադյան, խոհարար, փորձարար։ Սա դանակներ է, շատ լավ դանակներ են, կարողացում եմ առաջին հերթին պետք է գործիք լավ լինի։ Ո՞րն եք ընտրում դուք։ Ես այս կուզեմ։ Դա սա էլ թողնա, փոքրիկ դանակը, սա էլ ես։ Ինչ ենք այսօր պատրաստել։ Ես Թայնով հացը, որ մենք մեր բաբիկները նեղած է, Արևմտյան Հայաստանն, ալյուրով, շաքարով, ցետով։ Դե եկեք արդեն բանը մենք փորձենք պատրաստել, հա։ Ալյուրը մեկ ձեզ։ Այո։ Ինչն եք խաղում։ Ալյուր, մեջը գտնենք մի քիչ աղ։ Ըստ սովորականի կամ ըստ մեր դադիկներուն։ Վերջեն գտնենք թթխմոր, չոր պատրաստի թթխմոր, սոդա եւ ցետ։ Ձետն էլ այստեղ պից։ Այո։ Ցետ։ Անշուշտ 6 կավատին, 1 կավատ ցետ է, 3 կավատ։ Բիչավ ենք հիմա։ Փոքր է։ Հետո 1 կավատ քաղ ջուրով պիտի շաղենք, որ խմոր դառնա։ Լեցնեմ մի քիչ։ Ահա, շատ։ Սա գթալով ենք անում, թե ձեռքով։ Չէ, ձեռքով պիտի լա։ Ձեռքով։ Ես անեմ։ Արեք ավելի լավ է։ Հենց ափսեի մեջ էլ հումցում ենք, հա։ Իսկ այս հացը որտեղից է արմատներով։ Այսինքն Արևմտյան Հայաստանի մեր ծնողներ են մնացած է։ Որտեղից են ծնողները։ Մայրս Էյտունեն էր, հայրս արդեն որ չարդեն մնացած էր առանց հոր, առանց մոր։ Եգիպտոս հասած էր։ Եվ հոն մամաս
Եգիպտոս հարց կացած է Լիբանանեն, շատ լավ խմոր եղավ։ Մեջ այլոց բատմեմ հետաքրքրական փամը, որ բադայեցավ էդս, հարսիս մեծ հայրը։ Այդ քանի տարեկան։ 59-ին, երբ որ բարի պետականը սկսավ դուրս գալ, մենք շատ ուրախությամբ ընդունեցինք իրենք, շատ ոգևորված էինք եւ թերթերում մեջը նկարները կգրեինք, կպակցնեինք երկիչներուն Հովանես Բադալյան, Լուսիկ Կոջյան, չգիտեմ ինչ։ Բադայեցավ, որ իրենց փուն պատասխանատուն, որ բարոն Ժորա Ասադրյանն էր, նկարը պատրած էի ես ու օտոգրաֆիս մեջ ծրած էի, որ ստարակրություն առնենք իր մե։ Դարձավ ժամանակ դարիներ, իրեն թորնիկը եղավ իմ բզդիկ տուղուս հարսը։ Շատ հետաքրքիր բան։ Շատ հետաքրքիր է ասիգա։ Դե ինչ խմորը արդեն եղավ։ Սա պետք է թողել, որ հանգստանա։ Անշուշտ, մոտ 10-12 ժամ։ 10-12 ժամ հանգստանա։ Այսօր քիշերը կշաղենք եւ արդուն գլա։ Իսկ դուք չունեք պատրաստած։ Ես պատրաստած բերած եմ արդեն։ Ես գիտեմ, որ դուք արդեն պատրաստած եք։ Դե եկեք, փաստորեն ձեր պատրաստի խմորը սա թող մնա, սա դնենք նրա տեղը, որը հանգստացել է արդեն եւ բերեք արդեն հանգստացած խմոր։ Բոլոր ավանդական ճաշատեսակները կարող եք պատրաստել ձեր խոհանոցում նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Օրինակ, հին հայկական փռին գալիս է փոխարինելու Siemens ջեռոցը, որ իր կոնվեկցիայի եւ գրիլի ֆունկցիայի միջոցով ուտելիքը եփում է հավասարաչափ։ Եվ անշուշտ խոհանոցում ձեր լավագույն ընկերը ամենակարող Bosch կոմբայնը, որը կկտրատի, կքամի, կճզմի, կխառնի եւ խյուսի կվերածի յուրաքանչյուր մթերք։ Այս որակյալ տեխնիկան արտադրողի պաշտոնական երաշխիքով կարող եք ձեռք բերել Zigzag-ի վաճառասրահներում։ Իսկ Չարենցի 24 հասեում կարող եք ձեռք բերել առան նորաոճ իտալական խոհանոցային կահույք։ Առան իտալական կահույք։ Ձեր տրամադրությունը խոհանոցում։ Առանը Հայաստանում Zigzag ընկերություն։ Կարելի է ձեռք բերել նաև ապառիկ։ Օրինակ, մոդել Mia ստանդարտ նախագիծ։ 3 գծամետրի արժեքը 890,000 դրամ կամ ամսական սկսած 25,000 դրամից։ Հաճելի է համեղ ուտելիք համտեսել, բայց քիչ կարևոր չէ ունենալ մաքուր խոհանոցային սպասք։ Նոր վառ կապույտ Pril-Power գելը երկար մնում է սպունգի վրա, ունի խիտ փրփուր, որը մաքրում է ամանեղենի վրա մնացած նույնիսկ ամենակարծրացած յուղը։ Նոր Pril-Power Max գելը լվանում է ավելի շատ ամանեղեն, քան մնացած հեղուկները։ Նոր Pril-Power Max գել, էքստրա ուժեղ լվացող հեղուկ։ Pril-ը ներկայացնում է նոր Pril-Power Max գելը, արտակարգ ուժեղ յուղի հաստ շերտի դեմ։ Նրա ամեն մի գերխիտ կաթիլն առաջացնում է առատ փրփուր եւ հեշտությամբ հեռացնում յուղի հաստ շերտը։ Նոր Pril Max գել յուղի մագնիս, այժմ հատուկ գնով։ Henkel Աշտարակ հյուսիս-արևելյան բարձրադիր մասում պահպանվել է 7-րդ դարի Սուրբ Կարմրավոր եկեղեցին։ Այն հայկական եկեղեցիներից խաչաձև գմբեթավոր անաղարտ պահպանված նմուշ է։ Ութանից թմբուկը պսակված է կղմին դրածածկ կորագից վեղարով։ Հնում կարմրավորը կուսանած վանք է եղել։ Բայց ես անեմ, դուք կպատմեք։ չէ, Դուք կանեք։ ես կպարամ։ Միայն ինձ ալյուրը ուր է ալյուրը։ Ալյուրը Ասե։ սա ինչ է։ Ասիգա,
գրկնակի փոխարեն է։ Որ ասիկա ես մոմաս պերած է հետ արեմը դա Հայաստան բայց ինչին է Այսինքն այն ժամանակ Այն ժամանակն է, այո Ինչ փայտ, հա? Հավատա երևի ձիրանի փայտ է կամ ընգույզի փայտ է Ինչ արեցին, բացեցին խմորը Բացին խմորը, հիմա վիտնենք տահինը Ասիկա քունջի տուգալ ունի կոստեղը, քունջի Քրեմն է։ Աղացած կոնջուտ, ինչով։ Ինքն իրեն, այո։ Միայն ցետը չէ, որովհետև գա հadoop ցետնա քունջի, որ օգտակար է գսեն։ Իսկ ինչ մասնագիտություն ունեք։ Ես ամուսնական կյանքի մեջ մտանք ու շարունակեցինք Լիբանանի մեջ մեր դղակներս մեծան ու հոս ասանք մինչև Հայաստան։ Սկեցինք Լիբանանը ու եկանք Հայաստան։ Ուզում եք ես տարածան սովորեմ։ Չէ, մեկ վարգան, մեկացծնեմ վերջեն։ Աստոեն ուղակի շաքարավազ։ Այո, ուղակի շաքարավազ։ Դարչինով շաքարն է։ Հաճող է։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր մասը հիմա վերջավորության է, գեցիր նայել։ Ուղակի շաքարավազ։ Ասան եղավ, հիմա գիտես ուր դեմ բանակ, մեջտեղ են։ Բաց է։ Որբեսի ամեն կողմը հավասարը լասակո, ասնենք երբ որ ոստեն ոլորես, ծայրերը պարակ կլա, մեջտեղը հաստ կլա։ Հիմա աս ցևով Շատ հետաքրքիր։ Հիմա որ եպած եմ դեսնաս, կրնաս երևակայել։ Ուրեմն ժամանակը անցավ, եկանք հոս, տղաս ամուսնացավ, 2001-ին վեր։ Արդեն Հայաստան։ Այո, կուկանք կերտանք, հիմա վերջնական եկանք։ Տվեք ես փորձեմ։ Իրեմ, է։ Իսպես։ Ձերքս կպնի։ Սովորեմ։ Ու կտրտել ենք սա։ Հիմա պիտի կտրտենք, ասկնամ արնել, ասպես դիգով արնել։ Հիմա ասանք կտրտենք, ասպես, 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 ուտը գդորի կպաժնենք, ու գսկսինք հիմա, կմսխմրդենք, որբեսի տահինը իրարու հետ բրնե, Համերը խառնվեն իրար։ վերջեն գվոլորես, հետաքրքիր խմոր է չէ։ Իսկ աշտարակ շուտվանից եք եկել։ Այո, 7 տարի է աշտարակ ենք։ Բզդիկները հիմա դպրոց կերտան անոր համար Երևան կմնան։ Այսպես։ Այսպես լավ։ Չէ։ Չէ։ Ասանք ոլորեցի վերջեն, այսպես պիտ ոլորես, գլորվի, վերջը պիտի։ Մենք այսպես տեսած ենք իրենց մեր մեծերեն, կշինեին և շատ կսիրեինք, նույնիսկ մեր կովը արապները սկսան սիրել Լիբանանի մեջ։ Իսկ թորնիկները այստեղ են ծնվել, թե։ Մեծ զուգուս բզդիկները Բեյրութ ծնան և հիմա փոխադրվեցան, բայց բզդիկը երկու հատ ունի, ոս ծնան։ Երկու հարսերս ոստեղին են, շատ սիրուն հարսեր ունիմ։ Որտեղից Երևանից։ Երևանի սիրուն աղջիկներ են, այո, միշտ կսեմ գգրկնեմ։ Դե լավ ստացվեց։ Այո, ես չնայեց, օքեյ։ Ասկեց վերջը, կովկովի գտնենք, նորեն գրգին կպարակցնենք, ու գշարենք ապսեի մեջ, որ թոնիրը ընտնենք, կամ պուրը, այո, հաջիս։ Սե, Թոնիրի թոնիրի մեջ, այո, և կամ պուրի մեջ։ Ինչքան ժամանակից է պատրաստ։ Գախում ունի թո գրագին զորութեն են, շատ բիդիչի չորնը։
Ալյուրը լցնել թասի մեջ, ավելացնել աղը, սոդան, թթխմորը, բուսայուղը եւ գոլ ջուրը։ Խմորը հունցել եւ թողնել հանգստանա։ Խմորը բացել շրջաձև, վրան քսել դահինի կրեմը եւ հավասար ցանել շաքարավազով դարչինը։ Խմորի մեջտեղը անցք բացել եւ ոլորելով պատրաստել պարանանման խմոր։ Առանձնացրած կտորներով պատրաստել շրջաձև բլիթներ եւ թեթև գրտնակել։ Թխել ջեռոցում դանդաղ կրակով։ Բոլոր ավանդական ճաշատեսակները կարող եք պատրաստել ձեր խոհանոցում նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Օրինակ, հին հայկական փռին գալիս է փոխարինելու Siemens ջեռոցը, որ իր կոնվեկցիայի եւ գրիլի ֆունկցիայի միջոցով ուտելիքը եփում է հավասարաչափ։ Եվ անշուշտ խոհանոցում ձեր լավագույն ընկերը ամենակարող Bosch կոմբայնը, որը կկտրատի, կքամի, կճզմի, կխառնի եւ խյուսի կվերածի յուրաքանչյուր մթերք։ Այս որակյալ տեխնիկան արտադրողի պաշտոնական երաշխիքով կարող եք ձեռք բերել Zigzag-ի վաճառասրահներում։ Իսկ Չարենցի 24 հասեում կարող եք ձեռք բերել առան նորաոճ իտալական խոհանոցային կահույք։ Առան իտալական կահույք։ Ձեր տրամադրությունը խոհանոցում։ Առանը Հայաստանում Zigzag ընկերություն։ Կարելի է ձեռք բերել նաև ապառիկ։ Օրինակ, մոդել Mia ստանդարտ նախագիծ։ 3 գծամետրի արժեքը 890,000 դրամ կամ ամսական սկսած 25,000 դրամից։ Հաճելի է համեղ ուտելիք համտեսել, բայց քիչ կարևոր չէ ունենալ մաքուր խոհանոցային սպասք։ Նոր վառ կապույտ Pril-Power գելը երկար մնում է սպունգի վրա, ունի խիտ փրփուր, որը մաքրում է ամանեղենի վրա մնացած նույնիսկ ամենակարծրացած յուղը։ Նոր Pril-Power Max գելը լվանում է ավելի շատ ամանեղեն, քան մնացած հեղուկները։ Նոր Pril-Power Max գել, էքստրա ուժեղ լվացող հեղուկ։ Պրիլը ներկայացնում է նոր Pril-Power Max գելը, արտակարգ ուժեղ յուղի հաստ շերտի դեմ։ Նրա ամեն մի գերխիտ կաթիլն առաջացնում է առատ փրփուր եւ հեշտությամբ հեռացնում յուղի հաստ շերտը։ Նոր Pril Max գել յուղի մագնիս, այժմ հատուկ գնով։ Henkel։ Բարև ձեզ։ Մեզ կպատմեք ջրաղացի մասին։ Ես են կպատմեմ, որ ես ճաղացը, ես աշկս պացեմ արել, այդ չևի տեսել եմ, այդ էլ կար։ Հետո անինդը, ընդեղ էլ մոստ կա։ Այդ մոստը համունեցել է սելի հարգեսելի ճանապար, համել եկեղեցի եղենդեղ։ Ես այստեղը գիտեք որտեղով եմ հիշում, մեր առաջին տեսահոլովակը այս Թամզարան, այս տեղ ենք նկարել, այսինքն այս ջրաղացում։ Տեղ մեշոքը հազար գնին, ջրով թրծում սուրտալի տակը։ Հետո ջուրը պացնին հերի հայի չրնովը։ Կարս ասա հմեր կարավ է վերաշադացում տամիրա։ Իսկ ինչպես ասա կոչվում։ Դինք։ Դինք։ Հա, ես էլ նորից հագաթերեցին, բայց սենց էլ մնաց։ Հա։ Հրա ես նոր եկողները, որ կալիս էին արտասահմանի պան, հրով իմացար կալսին վեգնան ուտեմ։ Դե նրանց օգտակորդին է տեղը։ Իսկ ջրաղացն ինչպես է աշխատում։ Ջրաղացը ջրով։ Ջրով, ջուրը որտեղից է գալիս ու ուր է լցում, այդ ցույց կտա։ Բենգի հիմար են կալի։ Հա։ Սրանք համմեքը մի հատ աղում ունի, երես ես բաները որ թրած ավ, սրաստակովը քարերինն ավ, 6 հատ քարեր։ Չետաքրքիր է։ Մինչև ես հատ բանը 5 տարի պատերազմ եկա Ֆինլանդիայի հետ, Գերմանիայի հետ, այս ցորենները տասած մնում էր սենց։ Ժողովուրդ ամսուներով որ աղան։ Ջուրը ընդեղից վինուտ որ վերակալի տրուբով, այդ տրուբեկնել են նոր ծրարատեն են ծեր կալիս։ Խպում էր սրանց, որով քարը աշխատում էր, բռնում էր։
Իսկ ինչ գետ է հոսում։ Քացախ գետ է։ Քասախ գետն է։ Հա, սա զգիստը նարդում է աբարանից։ Սա ուրիշ հարց չունի։ Ընդեղ հիմա թար մի պարակ ոտոր մի կրանք պատաներ, աբարանից զգիստ նարդում է սա աղբրի ջուր է սա։ Հա։ Առաջ իրավունք չունեինք մի հատ մարդ, մի հատ իմացար բանք չեր էտ ջուրը։ Իսկ հիմա իմացար արդեն ուրիշ է թաղը։ Կարես ես նկարեմ։ Լավ, խնդրում եմ։ Նկարավ։ Դենչ, մինչև թայինով հացը պատրաստ կլինի։ Եփի։ Հա, պատրաստ կլինի, մենք ինչ ենք պատրաստում։ Ոսպով կոֆտե։ Ոսպով կոֆտեն, աս կարմիր ոսպն է։ Շատ հետաքրքիր ոսպ է, սա շուն յուրահատուկ ոսպ է։ Չէ, բարձաբես գեղևը ելած է ցև ոսպին։ Ջուրով գխաշենք, բարձ ջուրով միայն։ Լավ։ Եվ մանավանդ կարևոր է որ ջուրը քիչ-քիչ տնեք, որ լավ բացվի։ Այսինքն փոքր ջուր լցնում ենք, մի փոքր եփագալի ավելացնում ենք, այո, այո։ Լավ, ես մինչև որ ասիգա դառնա քանված մազունի նման։ Շատ լավ։ Մեկ կդոր։ Սա դնենք թող եփվի։ Այո։ Ուրեմն բուլղուրը խաշած է։ Ինչ արեցինք, ոսպը խաշեցինք։ Արդեն պատրաստ։ Անշուշտ։ Փաստորեն ինչ արեցինք։ Ոսպը խաշեցինք, անջատեցինք կրակը, բուլղուրը լցեցինք վրան, այո, եւ թողեցինք հասունանա։ Որովհետեւ ինքը բուլղուրը եփի ինքն իրեն։ Արտակությունով։ Պատրաստ արդեն։ Նրա մերսի, ասոխին համար։ Մեկա թայնով հացին նայր հաճես։ Սա լսում ենք մեջը, մեզ երևի ջուր էլ է պետք։ Այո։ Պատրաստ է ջուրը բերեմ։ Ահա, սա էլ ջուրը։ Սա էլ ջուրը։ Ասոխրածը մանր բիդիլար միայն, ավելի մանր։ Կեսն ենք անում։ Չէ, որովհետև աս քիչ է։ Միայն ցետ կուզենք քիչ ցետը։ Կդրորես հիմա։ Լավ։ Սարկալու ձեռքով լավ կրել։ Հետո մեկ ես դակա։ Շատ լավ։ Իսկ ինչու ընտրեցիք աշտարակը հատկապես։ Աշտարակը ընտրեցինք, որովհետև մեծ քաղաք է, մոդ է Երևանի, գեղեցիկ է եւ շատ պատմություններ ունի մեջը։ Ինչ պատմություններ։ Օրինակ Ձիձեռնակը փույն գշինի աշտարակի մեջ կսեն, աշտարակի բոբոգը երկերում մեջը միշտ հիշված է։ Հմայակի սապը։ Այո, մենք նախորդ բզդիգուց արդեն աշտարակի մասին շատ բաներ հիշողությունները եւ շատ լավ օդ է, շատ լավ, շատ հրաշքոտ է։ Եկեղեցիները, կանուրջը, ամենը իրավես։ Եվ մոդ է, ապակային բզդիկներուն համար գրնան շատ շուտով դպրոց հասնել ետ գալոս մնալ, փոխանակ Երևան մնալու։ Լավ, տրոյելուց հետո մի քիչ ջուր բիտնես ցերքդ։ Եկեք ձևավորել ձեր։ Ես ձևավորեմ։ Հա, ես հեսա ձեռքերս մաքրեմ։ Վերջ ձեռքերի մաքրեմ։ Սոխը դրինք, սոխրածը դրինք, քիչ կարմիր բիբեր դրինք։ Անեմ։ Կարմիր բիբար մի փոքր անեմ։ Գծու թե ուզած ադիգա ջաշակի հարց է, բերնի համը գծու ես։ Հա, մի փոքր գծու եմ։ Արվենաշ չունի։ Մի փոքր ավելացնենք։ Էլ ինչա պետք անել։ Քիչ քիմիոն, բայց ասիկա պետք է ձեծված լար։ Մի քիչ ցանի։ Պետք է փշրված քիմիոն լա։ Իսկ եթե տրորենք, հենց այսպես դանակով մի փոքր տրորենք։ Բացի բույրը։ Բույրը բացվեց։ Շատ լավ եղավ, այո։ Շատ լավ եղավ։ Ասիկա ձեր գաղապարն է։ Մենք ընդհանրապես մեկենայով ինչ կա ձեռքի տակ օգտագործում։ Եղավ։ Ուրեմն դու մեծ այլոց դրնաս մի կան երկու հացով, մի քիչ պետք է, այո։ Մանր։ Մանրել, որ վրանց անենք։
Լավ, ձևավորելու համար։ Ձևավորենք գեղեցկություն դանգիրը։ Ես ինքը Այդ դեպքում շատ մանր է պետք է տրատել սա։ մի քիչ մանր, այո։ Շատ լավ։ Իսկ ինչ լեզուներ գիտեք։ Հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն։ Այսպես լավ է։ Փոքր չի։ Ավելի լավ։ Փոքր լավ։ Այո։ Էլի ձև դիտանք հենց թե հենց այսպես։ Չէ, վերջացավ։ Առաջ անգամ տեսնում։ Նման ձևով։ Չէ, բայց ինքը շատ համեր է եւ շատ օգտակար է ոսկու։ Մեկը համին գնայիս։ Այո։ Գծու է։ Շատ համառ է։ Ուրեմն ասում։ Սա էլ վրան, հա? Անա վրան, այո։ Ցանը ասենք սարտերը։ Շատ չանենք, թե չփակվի։ Շատ միշտ։ Այո։ Կարմիր ոսպը խաշել այնքան, որ լավ փխրվի։ Ավելացնել հում բլխուրը։ Սոխը լավ մանրացնել, բուսայողով սոխառածանել եւ խառնել հատիկեղենին։ Ավելացնել աղ, կարմիր պղպեղ, քիմիոն, ջրոտ ձեռքով պատրաստել գնդիկներ։ Ասել արանք ցետի է։ Բարձրապես աղ, գարմիր բիբեր, փոշի բիբեր։ Շատ այ, որովհետև միայն Բոլորն էլ օգտակար է շատ։ Որովհետև թեթև են։ Ձանր գերագուրներ չեն։ Հա, տեսեք ովքեր եկան։ Ընտանիքով։ Բարիգան։ Ձեզ։ Աղոտ պետք է անենք, մենք ճաշեն առաջ։ Անուն հոր, եւ որդվո, եւ օգվին սրբո ամեն։ Ով հայրորդն է մեր սեղան, թող բարիկներդ հոս տեղան, դուր մեզ քո սիրտ մանավան, որ միշտ պարտանք ու սուրբ անվանդ ամեն։ Անուն հոր, եւ որդվո, եւ օգվին սրբո ամեն։ Ուզում եմ մեր հայրենիքի այս հողի, այս եկեղեցիներու գնաց խմել, որ մեզ Փյուրքից բերա Հայաստան, ու այդքան շնորհակալ եմ Աստծո, այս հողի գնաց Հայաստանի։